Վլադիմիր Ենգիբարյանի կյանքի հեքիաթը սկսվեց պատանեկան տարիներից։ Դպրոցական արձակուրդներին ապրում էր գյուղում, օրերն անցկացնում խաղով ու մրցելով։ Խաղերից ամենասիրվածն իր հորինածն էր, ցատկելով մայիսյան բզեզներ բռնելը։ Հաղթում էր նա, ով շատ էր բռնում, իսկ բոլորից ճարպիկն ու արագաշարժը հենց ինքն էր։ Այն ժամանակ, որտեղից իմանար, որ բզեզների որսը դառնալու էր իր մարզական հաջողությունների գլխավոր զենքը։ Ինչպես բոլոր երեխաները, Ենգիբարյանն էլ երազում էր ճանապարհորդել, տեսնել թե ինչպիսին է աշխարհը։ Սակայն առաջին իսկ փորձը մատնվեց անհաջողության։ Մասիս կայարանում ճանապարհային միլիցիայի սերժանտը նրան դուրս բերեց գնացքի վագոնից եւ վերադարձրեց տուն։ Դպրոցում իհարկե իմացան պատահածի մասին եւ տնօրենը գլխացավանքից հեռու մնալու համար տղայի մորը խորհուրդ տվեց տանել պրոֆտեխ ուսումնարան, թե ուսում կստանա եւ թե մասնագիտություն, հանգստացրեց մորը։ Այստեղ էլ առաջին անգամ ծանոթացավ բռնցքամարտի հետ։ Ուսումնառության տարիներին որտեղ ասես որ չեղավ, աշխատանքային ռեզերվներ մարզական ընկերության պատիվը բարձր պահեց Մոսկվայում, Դոնեցկում, Մինսկում, Լենինգրադում անցկացված համամիութենական մրցումներում, որտեղ էլ նրան նկատեցին երկրի հավաքականի մարզիչները։ Ենգիբարյանը մարդ վարելու յուրօրինակ ոճ ուներ, որը նման չէր ոչ մեկին։ Դա խաղաշար էր, հարձակում, հակահարձակում, կեղծ շարժումներ, խորամանկություն եւ դարձյալ գրոհ, ճիշտ այնպես, ինչպես մայիսյան բզեզներ որսալիս։ 1953 թվականին Խորհրդային Միության հավաքականն առաջին անգամ մասնակցեց Վարշավայում անցկացված Եվրոպայի առաջնությանը եւ մրցումների գլխավոր հայտնությունը դարձավ թեթև քաշային Վլադիմիր Ենգիբարյանը։ Տակավին երիտասարդ մարզիկը առաջին անգամ հանդես գալով միջազգային ասպարեզում հրաշքներ գործեց։ На ринге боксеры полусреднего веса. Чемпион Европы Владимир Енгибарян, Советский Союз, и Думитру Адам, Румыния. Енгибарян непрерывно атакует. Адам в нокдауне, а это только начало первого раунда. Румынский боксер продолжает бой, но видно, что он уступает Енгибаряну и в технике, и в активности. Удар. Счет 10 застает Думитру Адама на полу. Отличная победа Владимира Енгибаряна. Վարշավայից սկսած երկրի նախկին չեմպիոն Էդվարդ Արիստակեսյանի սանի կյանքը վերածվեց անկրկնելի հեքիաթի։ Հետո այդ հեքիաթը շարունակվեց 1957-1959 թվականների Եվրոպայի առաջնություններում, Խորհրդային Միության ժողովուրդների առաջին Սպարտակիադայում, երկրի 3 առաջնություններում եւ բոլոր դեպքերում էլ չեմպիոնի տիտղոսից բացի նրան է հանձնվել նաեւ լավագույն տեխնիկայի համար սահմանված հատուկ մրցանակը։ Ռինգի կախարդի կյանքում առանձնակի տեղ ունեն Մելբուրնի օլիմպիական խաղերը։ Ավստրալական ռինգում նա 4 անգամ դուրս եկավ ասպարեզ եւ բացահայտ առավելության հասավ մրցակիցների նկատմամբ, տեղ գրավելով Օլիմպոսի անմահների շարքում։ Теперь на ринге боксеры первого полусреднего веса. От Советского Союза Владимир Енгибарян, он в светлых трусах, и итальянец Франко Ненчи. Сила и мастерство обоих финалистов примерно равны, поэтому бой они ведут очень осторожно и внимательно. Малейшая оплошность может привести к поражению. Енгибарян, чемпион Европы 1953 года, славится высокой техникой защиты, уходов. Умело используя эти свои качества, советский боксер добивается преимущества. Владимир Енгибарян завоевал золотую олимпийскую медаль.
Վլադիմիր Ենգիբարյան։ 15 տարի մնաց մեծ ռինգում, այդ ընթացքում անցկացրեց 185 մարտ և դրանցից 172-ում ի նշան հաղթանակի մրցավարը բարձրացրեց նրա ձեռքը։ Гости знакомились с Москвой. Вместе с ними были и их соперники в предстоящих состязаниях, боксеры сборной команды СССР. Вот Герхард Дитер и Владимир Янгибарян. Дружеская беседа завязалась и у будущих соперников в матче Пауля Рейнгольда и Андрея Абрамова. Настал день соревнований. На ринг Московского дворца спорта вышли команды Федеративной Республики Германии и Советского Союза. Наша команда недавно в Лондоне одержала победу, но, как говорят спортсмены, за старое спасибо, за новое отвечай. А это капитаны команд Геннадий Шатков и Манфред Хомберг. Янгибарян обладает сильным ударом и очень быстрой реакцией. Но в первом раунде ни одному из боксеров не удалось добиться заметного преимущества. После перерыва Янгибарян вновь пытается пробить защиту Дитера. Но сделать это очень трудно даже чемпиону Олимпийских игр. Это была, пожалуй, самая упорная встреча матча. Победу по очкам одержал Владимир Янгибарян. И счет стал 6-4 в пользу советской команды. Վլադիմիր Ենգիբարյանի կենսագրության հաջող էջը սկսվեց 1959 թվականից։ Սեպտեմբերի 9-ին իր դռները բացեց Պատանի բռնցքամարտիկների մարզադպրոցը, որն իր գործունեության ավելի քան 5 տասնամյակների ընթացքում կյանքի ուղեգիր է տվել տասնյակ հազարավոր երեխաների, ովքեր հաջողությամբ են հանդես եկել ամենաբարձր կարգի միջազգային մրցումներում և այսօր էլ շարունակում են լավագույն ավանդույթները։ Խորհրդային տարիներին մարզիկների կյանքում մեծ իրադարձություն էին հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձների նվիրված շքերթները, որոնց ամենագրավիչ մասը լավագույն մարզիկների հպարտ երթն էր Լենինի հրապարակով։ Իբրև կանոն, Պատանի բռնցքամարտիկների շարասյունը մշտապես գլխավորում էր Վլադիմիր Ենգիբարյանը։ Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչը նաև անկրկնելի մրցավար էր։ Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի մրցավարական հանձնաժողովի անդամի յուրաքանչյուր մրցավարությունը ևս վերածվում էր մարզական տոնի։ Այստեղ դարձյալ Ենգիբարյանն առանձնանում էր իրեն բնորոշ արտիստականությամբ, որը նույնպես նպաստում էր, որպեսզի հանդիպումը վերածվի մարզական տոնի։ Նա սիրում էր անընդհատ հիշեցնել, որ մրցավարը հանդիպման զարկերակն է և նրանից է կախված, թե ինչպես կխփի այն։ 2011 թվականին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ մարզադպրոցը անվանվեց Վլադիմիր Ենգիբարյանի անվամբ, իսկ դպրոցի նախասրահում ստեղծվեց Կաշվե ձեռնոցի մեծագույն վարպետի մարզական նվաճումների թանգարանը։ Այստեղ հավաքված մեդալներն ու մրցանակները պատմում են նրա անցած մարզական ուղու մասին։ Մենք պետք է ամեն մեկը սպարտավորված լինենք, հիշելու, մեծարելու մեր արժանի այն հայ մարզիկներին, ովքեր որ ձեռագիր են թողել, պատմություն են թողել եւ հայ ազգը կարողանում է դրանով մարզաշխարհում հպարտանալ։ Եվ այսօր մենք այդ խոսքը գործարցեցինք, այդ անկյունը բացեցինք եւ այս դպրոցը իրոք պատրաստել էր Վլադիմիր Ենգիբարյանը իր մասնակցությամբ, իր աջակցությամբ, բայց մինչև այսօր այդ դպրոցը իր անունով չէր կոչվում։ Այսօրվանից մենք այդ դպրոցը անվանակոչեցինք Վլադիմիր Ենգիբարյանի անունով, որպես պատմություն, որպես մեծարանք, որ մեր մատաղ սերունդը այստեղ մարզվելով, որ միշտ հիշի հիմնադիրով է եղել եւ հայ ազգը ինչ արժանի զավակ է տվել, որ ամբողջ աշխարհում մենք հպարտանում ենք։ Անձամբ ես նույնպես պարապել եմ, մարզվել եմ Արոն Ենգիբարյանի դպրոցում։ 2011 թվականին տեղի ունեցավ ևս մեկ իրադարձություն։ Բռնցքամարտի հայկական դպրոցին մատուցած մեծագույն ծառայությունների համար Գագիկ Ծառուկյանը Վլադիմիր Ենգիբարյանին պարգևատրեց բարձրագույն պարգևով՝ ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով։